Բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ ֆիզիկոս Սանասար Բաբաջանյանին, որը ԱՄՆ-ից է վերադարձել Հայաստան։ Պարոն Բաբաջանյան, շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Բաբաջանյան, կպատմեք ինչու Հայաստանը կրկին դարձավ ձեր գործունեության հիմնական վայր։ Ճիշտ կլինի ասել անձնական ընտրություններ, այսինքն որտեղ մարդյան ավելի լավ զգում։ Իմ պարագայում այդ Հայաստանն էր, որտեղ որ ես ուղղակի ծնվել, մեծացել ու ձևավորվել եմ որպես մարդ, ու զգում եմ ավելի իսկ ինչու որպես գիտնական վերադարձա, հա, այդ հարցին պատասխանեմ։ Այստեղ ինչպես դուք գիտեք, կար ծրագիր, որը որ հայտարարված էր գիտպետկոմի կողմից, գիտության պետական կոմիտեի կողմից։ Դե ինչու որ բավականին լավ ծրագիր էր, այդպես ասենք, հա, նոր խումբ ստեղծելու համար, ու այդպես դիմեցի, շահեցի ու վերադարձա։ Եթե ավելի մանրամասն խոսեք, ինչպես գիտեմ, դուք հենց մասնակցել եք Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում ծրագրին եւ ֆինանսավորման է արժանացել ձեր նախագիծը։ Կխնդրեմ պատմեք ձեր նախագծի մասին, թեման որն է եւ ինչ նպատակ ունի այն։ Նախագիծը վերաբերվում է էվոլյուցիոն կենսաբանության տարբեր խնդիրներին ու այդպես ասենք վիճակագրական ֆիզիկայի մոտեցումների կիրառմամբ։ Ես ինքս ֆիզիկոս եմ, ով այսինքն այստեղ պաշտպանվելուց հետո ասպիրանտուրան ավարտելուց հետո սկսել եմ զբաղվել շատ կենսաբանության առընթեր խնդիրներով ու այդ ճանապարհը բերեց այդպես մի քանի նախագծերի, որոնք իրականացվում են այդպես փաթեթավորված այդ պրոյեկտում ներկայացված։ Դե մոտեցումները, այսինքն խնդիրները տարբեր են, կան խնդիրներ, որոնք որ ավելի ֆունդամենտալ են, այսինքն որոնք որ օգնում են հասկանալ ընդհանրապես process-ները, աշխարհընկալման ձևավորման տեսանկյունից են կարևոր, հա։ Ու կան խնդիրներ, որոնք որ բացի օգնելուց աշխարհընկալման, այդպես ասենք, ճանաչողության լավացմանը կարող են նաև ունենալ կիրառական նշանակություն, մասնավորապես մարդու առողջության համար, հա։ Հետաքրքիր է թե ինչու է կարևորում հենց այս հետազոտական աշխատանքի իրականացումը ընդհանուր առմամբ եւ նաև մասնավորապես Հայաստանում։ Չկա մասնավորապես Հայաստան, կա ընդհանուր գիտություն, որը որ չպետք է առանձնացվի մասնավորապես Հայաստանում է կարևոր թե ոչ։ Եթե մասնավորապես Հայաստանում է կարևոր, ուրիշ ոչ մի տեղ, ուրեմն կարևոր չի։ Ինչպես նշեցի, կարևորությունը որոշվում է արդյոք խնդիրը արդիական է ու արդյոք խնդիրը լուծված է թե ոչ, հա։ Եթե գիտության տեսանկյունից նայենք, դա իհարկե իմ կարծիքն է, բայց հնարավոր չի նախորդ ասել ինչն է կարևոր, բայց հնարավոր է ասել թե արդյոք դա կունենա ինչ-որ կարևորություն։ Հիմա կոնկրետ այս պրոյեկտի շրջանակներում մեր ընդհանուր նպատակն է հասկանալ կենսաբանության մեջ, այսպես ասենք, տարբեր մակարդակներում, սկսած այդպես ինդիվիդուալից, այսինքն անհատական մակարդակից, մինչև պոպուլյացիոն մակարդակում կամ ընդհանուր էկոհամակարգի մակարդակում ինչ process-ներ են տեղի ունենում, ինչպես կարելի է դրանք հասկանալ եւ ինչպես կարելի է դրանք կիրառել։ Հիմա եթե մասնավորապես պրոյեկտներից մեկը, որը որ վերաբերվում է մեծ էկոհամակարգերի ստաբիլության խնդիրներին, դա կոնկրետ նշանակություն կարող ունենալ մարդու առողջության համար, եթե զուտ են փաստը, որ օրինակ մարդու աղեստամոքսային տրակտում կան տարբեր տեսակի հազարավոր բակտերիաներ, որոնք որ իրար հետ միասին ապրում են, հա, միասին գոյատևում են, ու այդ էկոհամակարգի ստաբիլությունը ինքը կարևոր է մարդու առողջության համար։ Եթե այդ էկոհամակարգի ստաբիլությունը խախտվում է, մարդու մոտ խնդիրներ են առաջանում առողջական, հա։ Ու առաջնային նպատակն է հասկանալ ոնց է այդ ընդհանուր այդ էկոհամակարգի ստաբիլությունը ինչով է պայմանավորված։ Ինչ ազդեցությունների դեպքում դա կմնա ստաբիլ։ Եթե չմնա ստաբիլ, ինչ կլինի դրա հետ, հա։ Ինչ կապ ունի այստեղ վիճակագրական ֆիզիկան, ու վիճակագրական ֆիզիկան իր ձևավորման այդպես նախապայմաններից մեկն եղել է, որ այսինքն ինքը վիճակագրական ֆիզիկան ձեզ թույլ է տալիս նկարագրել շատ տարբեր ազատության աստիճաններ ունեցող, այդպես շատ բարդ համակարգերը, շատ ավելի այդպես ընդհանրացված ձևով, հա, նկարագրումը ավելի շատ ընդհանուր է։ Չենք կենտրոնանում կոնկրետ մի մասնիկի վրա, կենտրոնանում ենք ընդհանուր բոլոր մասնիկների վրա։ Այդ մոտեցումները իրականում բերել է հենց վիճակագրական ֆիզիկայից եկած մոտեցումներն է բերել այդ գիտակարգի ձևավորմանը ու ընդհանուր մեթոդների առաջացմանը, որոնք որ հենց ուսումնասիրում են մեծ էկոհամակարգերի ստաբիլությունը։ Դուք ինչպես նշեցի, ԱՄՆ-ից եք վերադարձել, հետաքրքիր է նույն թեմայի շրջանակում եք աշխատել այնտեղ։ Ընդհանուր մոտեցումներ եղել են
կոնկրետ այն խմբում, որտեղ որ ես եմ աշխատել, տարբեր կենսաբանական խնդիրների, ոչ անհրաժեշտորեն նույն, ոչ անհրաժեշտորեն առընթեր, բայց ընդհանուր տարբեր կենսաբանական խնդիրների մոդելավորմամբ, իսկ մոդելավորումը իրանից ենթադրում է կամ ավելի լավ հասկանալ process-ը, կամ լավագույն դեպքում կատարել որևէ կանխատեսում, որը որ հնարավոր անել փորձով, հա։ Դե իհարկե ինչ որ այդ պրոյեկտի, այդպես ասենք, բոլոր մասերից կա նախնական գիտելիքներ ու նախնական փորձ, բայց որոշ մասում ավելի շատ է այդ փորձը, որոշ մասում ավելի քիչ։ Եվ ինչ փորձ եք կուտակել դրսում աշխատելու տարիներին։ Միայն ԱՄՆ-ում եք աշխատել, թե նաև այլ երկրներում եք հասցրել աշխատել։ Մինչ ԱՄՆ գնալը եղել եմ Սինգապուրում, էլի որպես հետդոկտորական ծրագրով, մի տարով, հետո վերադարձա Հայաստան, դա COVID-ի ժամանակներն էր։ Վերադարձա Հայաստան, այնուհետև էլի գնացի արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ վերջին 4 տարում աշխատել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իսկ այս ծրագիրը, որի շնորհիվ վերադարձել եք Հայաստան, ինչով ձեզ հետաքրքրեց, ինչու կարևոր համարեցիք, որ պիտի մասնակցեք եւ արդեն շարունակեք Հայաստանում ձեր աշխատանքը։ Արդյոք նաև ֆինանսավորումը դրդեց ձեզ, որպեսզի գնաք այդ քայլին։ Պատճառը դա ծրագիրը չի իմ վերադարձի պատճառը դա ընտրությունն է, դա ուղղակի ապրել Հայաստանում։ Իսկ իհարկե ծրագիրը որպես խթան, որպես այդպես լուրջ ծանրակշիռ փաստարկ Հայաստան վերադառնալու օգտին բավականին մեծ դեր ունեցել։ Պետք է նշել, որ այդ ծրագիրը ինքը նախ ֆինանսավորման տեսակետից բավականին մեծ ռեսուրսներ է տրամադրում գիտնականին, դե Հայաստանի մասշտաբներով, եթե համեմատենք սրանից մի քանի տարի առաջվա հետ, հա, ու այդպես ասենք, ծրագիրը հանդիսացել է խթան եւ ոչ պատճառ։ Կարող ենք ասել, որ արդեն գիտական ոլորտում դրական տեղաշարժ եք տեսնում եւ ֆինանսավորման առումով եւ նաեւ Սփյուռքից գիտնականների ներգրավման առումով Հայաստանում։ Իհարկե չի կարելի չտեսնել դրական տեղաշարժը, որովհետեւ ես անձամբ ճանաչում եմ 4 այլ մարդու գիտնականի, ովքեր որ վերադարձել են այդ ծրագրով տարբեր փուլերում, տարբեր ժամանակներում, այսինքն եւս շահառուներ են նույն ծրագրի։ Դե իսկ եթե հնարավորություն է ստեղծվում մարդկանց վերադարձի, ապա եւ հնարավոր է փոխել եւ միջավայրը եւ ավելի ակտիվ գիտական միջավայր ստեղծել եւ այսինքն այդ նախադրյալներն են հնարավոր զարգացման համար։ Բավական է արդյոք կամ ավելի ճիշտ բավարար է արդյոք ֆինանսավորման չափի ավելացումը կամ ուղղակի մարդկանց վերադարձը գիտության զարգացման համար, ես չգիտեմ, որովհետև եթե մարդիկ վերադառնում են, մարդիկ կարող են նաև գնալ, հա, իսկ պետք է հասկանալ, թե ինչ պետք է անել, որ մարդիկ մնան, ոչ թե գնան։ Եվ ինչպես եք դուք կարծում, եւ հետաքրքիր է, ինչ եք կարծում Հայաստանում, ինչպես կարելի է ավելի ակտիվորեն ներգրավել Սփյուռքի գիտական ներուժը, որովհետև բոլորից հայտնի է, որ բավականին մեծ ներուժ ունենք մենք Սփյուռքում։ Նաև մարդիկ, ովքեր ձեզպես Սփյուռքում են ապրել եւ ինչ խորհուրդ կտաք նրանց, որպեսզի նրանք եւս գնան այդ որոշմանը եւ վերադառնան Հայաստան։ Խորհուրդ տալու տեսանկյունից ես ինձ թույլ չեմ տալի, որ խորհուրդ տամ, որովհետեւ դա էլի շատ անձնական որոշում է, հա, վերադառնալ կամ չվերադառնալ։ Ես կարող եմ ասել ինչ կարող է լինել, այսինքն ինչ լավ բան կարող է լինել, հա։ Ընդհանրապես ասած Հայաստանում եթե խոսենք ձևավորման մասին կամ այս վիճակի մասին, դուք ունեք ազատություն որպես գիտնական զբաղվելու նրանով ինչով որ ուզում եք, գրեթե, հա, այդպես չասենք, իհարկե չեմ ասում այդպես շատ ծայրահեղ բաներով կամ ոչ ակտուալ բաներով, բայց ունեք ավելի մեծ ազատություն, քան արտասահմանում։ Այդ ինչով է պայմանավորված, որ եթե համատեք արտասահմանում կամ ասենք կոնկրետ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, չգիտեմ, այնտեղ միջավայրը նախ շատ ավելի նեղ, այսինքն դուք պետք է լինեք զբաղվեք շատ ավելի նեղ գործունեությամբ, որովհետև հնարավոր չի զբաղվել շատ ավելի լայն գործունեությամբ ու լինել մրցունակ շուկայում, նաև գիտական շուկայում, հա։ Իսկ ինչը ինչ որ իմաստով սահմանափակում է, հա, եթե դուք որպես գիտնական եք մտածում, այսինքն դուք ինչ որ իմաստով սահմանափակված եք ձեր մտքերի մեջ։ Ի տարբերություն դրա Հայաստան դուք առանձնապես սահմանափակված չեք ձեր մտքերի մեջ։ Հնարավորությունը կա փորձելու ձեզ նաև այլ տեղերում, եթե դուք այլ գիտակարգերում, հա։ Նույնիսկ գրեթե ինչև եղել է իմ հետ, հա։ Ես ֆիզիկոս եմ, բայց չեմ զբաղվում ֆիզիկայով, ես բավեշուտ զբաղվում եմ կենսաբանական խնդիրներով։ Եվ սա կարող ենք ասել հենց այն ազատությունն է, որը ցանկանում էիք ձեռք բերել
այո։ Այո։ Չգիտեմ ճիշտ ասած հենց այդ ազատությունն է թե չէ, բայց իհարկե շատ ցանկալի ազատություն է։ Եվ ինչ այլ հնարավորություններ եք տեսնում Հայաստանում գիտական գործունեություն իրականացնելու համար։ Հնարավորությունները պետք է նշել, որ Հայաստանում կան պատրաստված մարդիկ, կան կայացած գիտնականներ ու իրականում այդ մարդիկ շատ մեծ ձեր ունեն նաև այդ մեր ընդհանուր գիտության այդ միջավայրի ձևավորման մեջ, հա։ Դե ես ինքս շատ բավականին օպտիմիստորեն եմ դրամադրված, այսինքն ես հավատում եմ, որ հնարավոր է եւ միջավայրը փոխել եւ ավելի լավը սարքել։ Իսկ թե ինչպես կամ կա արդյոք դրա համար պլան, այս պահին այդ պլանը միայն աշխատանքն է, հա։ Այսինքն միայն աշխատել, փորձել համագործակցել մարդկանց հետ ու փորձել որևիցե ձևով կիսվել այն փորձով, որ իմ համեստ փորձով, որ ես ունեմ, հա։ Պարոն Բաբաջանյան, աշխատելով նաև տեղացի մասնագետների հետ ձեր հետազոտական խմբում, հետաքրքիր է ինչ կարծիք է, ինչ տպավորություն է ձևավորվել ձեզ մոտ եւ Հայաստանում գիտության զարգացման առումով եւ ընդհանուր առմամբ մասնագիտական առումով, ինչ ներուժ եք տեսնում այստեղ։ Ճիշտ ասած, իմ ընդհանուր գործունեության ժամանակ ես տարիներին, հա, ես անդադ եղել եմ համագործակցության մեջ տեղի գիտնականների հետ, ու այսինքն միջավայրը ինձ համար նոր չի այդ իմաստով, հա։ Ներուժը դե լավ ներուժ ունենալու համար պետք է լավ կրթություն, հա։ Այսինքն դա մենակ գիտության խնդիրը չի։ Իսկ դե կրթության խնդիրները դե մի քիչ ավելի բարդ են, երևի ավելի դժվար լուծելի, քան եթե վերաբերում է գիտությանը, հա։ Գիտության զարգացման համար գոնե ինչ-որ այդպես ասենք, կան կարճաժամկետ քայլեր, որ հնարավոր է անել։ Կրթության զարգացման համար մի քիչ ավելի երկար, մի քիչ ավելի երևի բարդ քայլեր են պետք, հա։ Բայց ներուժի տեսանկյունից ես կարող եմ ուղղակի ասել, որ եթե համատեք, ասենք, տեղի կադրերին, դրսի կադրերի հետ, գլոբալ առումով ոչնչով չեն զիջում, թերևս միակ երևի խնդիրը, որ մեր մոտ կա, դա ընդհանուր մոտիվացիայի պակասն է, այդ շարունակությունը կամ քիչ ավելի ամբիցիոզ լինելը։ Եվ ամփոփելով մեր զրույցը, ինչպես եք պատկերացնում արդեն ձեր հետազոտական եւ գիտական աշխատանքի գործունեության հետագա ընթացքը Հայաստանում։ Հուսով եմ լավ, բայց ժամանակը ցույց կտա։ Ինչ-որ կոնկրետ նպատակներ, երազանքներ թեկուզ ունեք իրականացնելու Հայաստանում։ Դժվար է ասել գիտության մեջ ինչն է նպատակ, հա, կամ ինչով է դա հենց կապված Հայաստանի հետ։ Իսկ Հայաստանում նպատակը թերևս ապրել, ստեղծել ու շարունակել մնալ Հայաստանում։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, տաղավարում հյուրընկալել էի ֆիզիկոս Սանազար Բաբաջանյանին, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։